Անուն Հոր եւ Որդու եւ Հոգուին Սրբո ամեն։ Այսօր մենք պիտի խոսենք Ղուկասի ավետարանի 18-րդ գլխից, ուրեմն մեր խոսքը այսօր պիտի լինի աղոթքի մասին։ Եկեղեցու հավատավոր քույրեր եւ եղբայրներ։ Այսօր եկեղեցին նշում է մեծ պահքի 5-րդ կիրակին։ Կուզեմ մի քիչ խոսել աղոթքի մասին։ Մենք բոլորս մեր ազգը հոգսերով տառապող եւ միշտ արարել է դժվարությունների մեջ եւ այսօր պիտի աղոթքով մենք ասենք մեր երկրի բարերության համար, մեր զինվորների համար եւ խաղաղության համար։ Սա իմ մեծ ընտանիքն է, իմ քույրերն են, իմ եղբայրներն են։ Ես ուրախությունից հուզում եմ, բայց ոչինչ։ Բնական է։ Ուրեմն երբեմն մենք առօրյա հոգսերից աղոթում ենք Աստծուն, որ մեր հոգսերը թեթևացնի։ Եթե մենք աղոթքով չսկսենք, աղոթքով չանենք թե գործը, թե ամեն բան, ուրեմն մեր գործերը չի հաջողի երբեք։ Ուրեմն ամեն բանի մեջ մենք պիտի սկսենք աղոթքով եւ վերջացնենք աղոթքով։ Տեսեք, ուտելուց էլ ենք աղոթում։ Ուտելուց հետո էլ ենք աղոթում։ Աղոթում ենք առ Աստված, որ փառք ու պատիվ Տիրոջը, որ մենք կերանք կամ ինչ որ գործ արեցինք, կամ ինչ որ ճանապարհ գնացինք։ Ինչևից է Տեր Հիսուս Քրիստոս իր աշակերտներին ուսուցանելու ժամանակ միշտ խոսում է առակներով, որպեսզի հասկանալի եւ պատկերացումով լինի մարդիկ ըմբռնեն ինչ է խոսում Տեր Հիսուս Քրիստոս մեզ համար։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոս խոսելու այնքան բան ունի, որ մենք այսօր մի քանի բառով չենք կարող ասել։ Հավերժ որ խոսենք, չենք ավարտի։ Որովհետև մենք դաստիարակվում ենք այսօր Սուրբ Գրքով եւ մեր կյանքի ամբողջ արարչությունը, ինչքան որ Աստված մեզ կյանք է տվել, մենք ապրում ենք եւ պետք է ապրենք հավատով եւ հավատքով մեր Հիսուս Քրիստոսի թողած ավետարանի միջոցով։ Եվ այսպիսով քույրեր եւ եղբայրներ, ես կարճ կապեմ, ճիշտ է։ Խոսելու շատ բան կա, բայց քանի որ ես հուզված եմ, չեմ կարողանում շատ բան խոսել, ամեն դեպքում թող Աստված օրհնի մեզ բոլորիս, միշտ հավատքով լինենք, սիրով լինենք, ամենակարևորը, եւ կարողանանք միշտ մեկս մեկ սիրենք եւ ներենք, ամենակարևորը։ Եթե մեր մեջ սերը չեղավ, մեր հավատը դատարկ է։ Մենք չենք կարող հավատքի մեջ զորավոր լինենք։ Թող միշտ սեր ու միասնություն լինի մեզ բոլորիս, անուն Հոր եւ Որդու եւ Հոգուին Սրբո Ամեն։